Պատերազմի ժամանակ, մեզ հետ հանդիպան ժամանակ, հոկտեմբեր 19 2020 թվականին, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հայտարարում էր, որ իր սեղանին դրված է Մինսկի խմբի համանախագահության երկիր Ռուսաստանի կողմից 5+2 տարբերակը, որով ոչ միայն լղիմ նախկին տարածքներ մնալու հայկական, այլ նաև Քելբաջարը և Լաչինը։ Պատերազմից հետո 21 թվականին վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը իր թիմով ժողովրդի խաբեց և գնում էր ընտրությունների անջատում հանուն փրկության Շուշի և Հադրութի դեօկուպացիայով։ Սակայն 2023 թվականի սեպտեմբերին մատը մատին չտվեց և Արցախում տեղի էր ունենում էթնիկ զտում։ Այստեղ 7 տարի առաջ, երբ որ ընտրվում էր վարչապետ, մեզ հանրապետականներից ասում էր, դե դուք վիզեցուր քաղաքականություն եք վարել, մենք ինքնիշխան քաղաքականություն ենք վարելու։ Ո՞րն է այդ ինքնիշխանը։ Ծնկի գալ Ալիևի ու Էրդողանի առաջ, թե Էրդողանի գիրքը սեղմել կրծքին։